բոլոր մշակութային ակնարկները։ Ողջույն, բարի գալուստ իմ Ալիք, ես Անահիտն եմ, մենք այսօր քննարկում ենք Super Bowl Halftime Show-ն։ Ինչա դա։ Ինչ է այդ արարողությունը մեզ համար, հայերիս համար, ովքեր որ սիրում են ավանդական անգլիական ֆուտբոլը, այն մեզ համար հետաքրքիր չի։ Քանի որ սա ամերիկական ֆուտբոլի միջանցքում գտնվող համերգ է, իսկ ամերիկական ֆուտբոլը Հայաստանում այդքան էլ ակտուալ չի, Եվրոպայում ակտուալ չի, միայն Ամերիկայում է ակտուալ, ինձ անգամ չի թվում, որ մեր հայր, ովքեր ապրում են Ամերիկայում, հետևում են ամերիկական ֆուտբոլին։ Եթե ես սխալվում եմ, խնդրում եմ գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում, որովհետև հետաքրքիր է կարդալը։ Այս տարվա գլխավոր headliner-ը Benny Blanco-ն էր։ Այս տարվա գլխավոր headliner-ը Bad Bunny-ն էր, լատինամերիկացի։ Իմ արտաքինը մի փոքր լատինո է, փորձել եմ մի փոքր նմանվել նրանց։ Հուսով եմ, որ ստացվել է, թե ավելի շատ հայկականը։ Կարող եմ մեր ու իրանց մեջ նմանություն կա։ Ամեն դեպքում դա չի խանգարում մեզ քննարկել այս շոուն, որովհետև այն շատ հետաքրքիր էր, շատ կարևոր, ոչ միայն փոփ մշակույթի համար, այլ նաև քաղաքականության։ Եկեք հասկանանք, ինչպես է առաջացել Halftime Show-ն, ինչու են երգում հայտնի աստղերը, ինչպես նաև եկեք քննարկենք հենց Bad Bunny ելույթը։ Ձեզ մաղթում եմ բարի դիտում, որովհետև հոլովակը շատ հետաքրքիր է լինելու։ Ես ինքս լատինոյի սիրահար եմ, լատինո երաժշտություն, բարեր, այդ ամեն ինչը իմն է, այդ իսկ պատճառով այս ելույթը ինձ համար վաու էր։ Երրորդ տեղում է գտնվում ճիշտ է ինձ համար, ես էլ իմ սանդղակումն եմ, բայց դրա մասին հետո։ Սուպեր գավաթը։ Սա ԱՄՆ-ի համար առանձին իրադարձություն է, ոչ պաշտոնական տոն, որին նախապես են պատրաստվում։ Halftime Show-ն այն պահն է, որին սպասում են միլիոնավոր մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր չեն դիտում ամերիկյան ֆուտբոլ։ Իրականում նախկինում ընդմիջման ժամանակ ելույթ են ունենում մանկական երգչախմբեր, ուսանողական խմբեր, մի խոսքով ինքնագործունեություն ու ֆոլկլոր, բայց ամեն ինչ փոխվեց Մայքլ Ջեքսոնի ելույթից հետո։ Տեսեք, մինչև 1993 թվականը սուպեր գավաթի ընդմիջումը այն ժամանակն էր, երբ մարդիկ գնում էին խոհանոց, սենդվիչ պատրաստելու կամ պարզապես փոխում էին ալիքը։ Սակայն 1992 թվականին Fox հեռուստաընկերությունը որոշում է կտրել լսարանի մի մասին եւ զուգահեռաբար մեկնարկում է հումորային շոու։ Արդյունքում NFL-ի հեռարձակման վարկանիշերը կտրուկ ընկնում են, եւ NFL-ը հասկանում է, կամ հիմա հրավիրում է մեգա աստղ, կամ կորցնում է գովազդային բոլոր եկամուտները։ Եվ ահա, 1993 թվականին Մայքլ Ջեքսոնը հայտնվում է մարզադաշտում ներքևից բարձրանալով վեր, ու կանգնած մնում է անշարժ 1.5 րոպե։ Մարզադաշտը գոռում էր, իսկ միլիոնավոր մարդիկ չէին կարողանում աչքները կտրել, վախենալով բաց թողնել առաջին շարժումը։ Պարզապես իդեալական մարքեթինգային եւ հոգեբանական քայլ էր։ Պատմության մեջ առաջին անգամ ընդմիջման ընթացքում դիտողների քանակը գերազանցել է հենց խաղի դիտումները։ 133 միլիոն մարդ դիտում էր, թե ինչպես է Մայքլ Ջեքսոնը պարում Բիլի Ջինի ներքո։ Նման պահերին իսկապես նախանձում ես նրանց, ովքեր մարզադաշտում են եւ ամեն ինչ տեսնում էին։ Ինչպես հասկանում եք, Մայքլ Ջեքսոնից հետո այդ մանկական հանդեսի ձևաչափը պարզապես մահանում է։ Այժմ սա աշխարհի ամենահեղինակավոր 13 րոպեանոց հարթակն է։ Եվ ամենահետաքրքիրը, NFL-ը հոնորար չի վճարում արտիստներին։ Վճարվում են միայն տեխնիկական ծախսերը, այն էլ ոչ ամբողջությամբ։ Շոուի արտադրությունն էլ ճար է արել իր իսկ ելույթի համար։ Ինչու կհարցնեք դուք։ Ամեն ինչ պարզ է։ Հեղինակություն, փառք, ժողովրդականություն եւ այն գումարները, որոնք արտիստները ստանում են հետո իրենց լսումների կտրուկ աճից, օրինակ Spotify-ում կամ մեկ այլ սթրիմինգային հարթակում, ինչպես նաեւ համերգների տոմսերի լիարժեք վաճառք։ Սա գավաթում պաշտոնապես դու փոփ մշակույթի թիվ 1 աստղն ես։ Այսպիսի թիվ 1 դարձավ նաեւ Bad Bunny-ն։ Դիտումների քանակով առաջին տեղում գտնվում է Bad Bunny-ն, երկրորդում գտնվում է Աստված ինչ էր տղանն է։ Երկրորդ տեղում գտնվում է Քենդրիկ Լամարը, երրորդ տեղում էլ Մայքլ Ջեքսոնը։ Բայց այստեղ մի հատ պետք է սենց բայց գոյություն ունի։ Մայքլ Ջեքսոնը եղել է առաջին արտիստը, ով որ բացել է Halftime Show-ն։ Նրա ելույթի մասին շատ քիչ ինֆորմացիա է եղել եւ համատարած ոչ ոք չի դիտել Halftime Show-ն, որտեղ մտածում են, որ էլի մանկական երգեր են երգելու։ Այդ իսկ պատճառով դիտումները քիչ է եղել։ Եթե այն ժամանակ էլ ներկայիսպես լուսաբանվել շատ խոսվեր Halftime Show-ի մասին, ես վստահ եմ 100%, անգամ 1000%-ով, որ Մայքլ Ջեքսոնի ելույթը առաջին տեղում կլիներ։ Իսկ հիմա եկեք խոսենք իմ ֆավորիտների մասին։ Ես կիսում եմ իմ ֆավորիտներով, դուք էլ ձեր։ Ինձ համար առաջին տեղում դա
բնականաբար Մայքլ Ջեքսոնն է։ Երկրորդ տեղում Շակիրան եւ Ջենիֆեր Լոպեսը, ում ես իրենց երկուսին շատ սիրում եմ, շատ անսահման։ Իսկ երրորդ տեղում ինձ համար Bad Bunny ելույթն է։ Չորրորդ տեղում Coldplay-ն է, բայց ոչ թե անձամբ Coldplay-ը, այլ երբ որ նրան եկել են օգնելու նրա ընկերները Բրունո Մարսը եւ Բիյոնսը։ Բրունո Մարսի եւ առանձին տեղադրել մի հատ Coldplay-ի հետ, մի հատ էլ առանձին։ Եվ իդեպ այդ հատվածը, որ առանձին է Բիյոնսը եւ Բրունո Մարսը ավելի շատ դիտումներ ունի, որովհետեւ իսկապես շատ լավն է, իսկապես շատ հետաքրքիր է։ 5-րդ տեղում էլ բնականաբար Snoop Dogg-ն է, Dr. Dre-ն, 50 Cent-ը եւ Eminem-ը։ Այսինքն Dr. Dre-ն եւ մնացածը։ Նրա իրական անունը Բենիտո Անտոնիո Մարտինես Օկասիո է։ Նա ծնվել է 94 թվականին Պուերտո Ռիկոյի Վեգա Բախա քաղաքում։ Մանկության տարիներին նրան ստիպել են հագնել նապաստակի կոստյում։ Սա այնքան անտանելի եւ տհաճ էր նրա համար, որ անգամ նրա դեմքի արտահայտությունն էր դա ցույց տալիս։ Այսպիսով նա ստանում է վատ նապաստակ մականունը։ Հետագայում այս մականունը դառնում է իր բրենդը՝ Bad Bunny։ Ավելի քան 10 տարի առաջ նա աշխատում էր սուպերմարկետում որպես ապրանքների փաթեթավորող։ 2020, 22 եւ 25 թվականներին նա դարձել է Spotify-ի ամենաշատ լսվող արտիստը։ Կարծում եմ 26 թվականին էլ կգերազանցի իր իսկ ռեկորդները։ Նրա համար այս տարին առավել քան հաջող էր։ 2026 թվականի փետրվարին Bad Bunny-ն միանգամից 3 Grammy է ստացել։ Ընդհանուր հաշվով այժմ նա ունի 6 Grammy եւ 16 անվանակարգ։ Նա դարձել է պատմության մեջ առաջին արտիստը, ով տարվա ալբոմ մրցանակը ստացել է իսպանալեզու ալբոմի համար։ Նրա երաժշտությունն իհարկե կրակոտ է, լատինական, բայց դա պարզապես ռեգետոն չէ, դա ռեփի, ռոքի, հիպոխոնդրիայի խառնուրդ է։ Առանց Պուերտո Ռիկոյի մասին պատմելու մենք առաջ գնալ չենք կարող։ Պուերտո Ռիկոն ԱՄՆ-ի ոչ ինկորպորացված տարածքն է։ Ըստ էության դա ոչ առանձին պետություն է, ոչ էլ ամերիկյան նահանգ։ Պուերտո Ռիկոյի բոլոր բնակիչները ունեն ամերիկյան անձնագրեր։ Անգլերեն այստեղ երկրորդ պաշտոնական լեզուն է։ Սակայն բնակչության 94%-ը մայրենի լեզու համարում է իսպաներենը։ Պուերտորիկացիները ԱՄՆ քաղաքացիներ են։ Նրանք կարող են ծառայել ամերիկյան բանակում, բայց չեն կարող քվեարկել նախագահի ընտրություններում։ Պուերտո Ռիկոն նահանգ չէ, հետևաբար չի կարող քվեարկել։ Իհարկե, եթե Պուերտո Ռիկոյի բնակիչը տեղափոխվի օրինակ Ֆլորիդա նահանգ, Կալիֆոռնիա նահանգ, ապա կկարողանա քվեարկել, բայց քանի դեռ ապրում է կղզում, ոչ։ Պուերտո Ռիկոն ունի մեկ ներկայացուցիչ ԱՄՆ կոնգրեսում, բայց նա նույնպես չի կարող քվեարկել օրենքների ընդունման ժամանակ։ Մի խոսքով տարածքը գտնում է բավականին կախված քաղաքական վիճակում։ 2017 թվականին Պուերտո Ռիկոյի վրա ներխուժում է Մարիա Փոթորիկը։ Այն անցել է ուղիղ կղզու վրայով։ Սողանցքներ, ջրհեղեղներ, հորդարատ անձրևներ, քամի մինչև 250 կմ/ժ արագությամբ, ավերումներ, խոսքով ամեն ինչ շատ ահավոր էր։ Կղզու գրեթե 100%-ը մնում է առանց էլեկտրականության, չեն աշխատում ինտերնետը եւ չկա կապ։ Բնակիչների կեսից ավելին չուներ մաքուր ջուր խմելու հնարավորություն։ Մարդիկ շաբաթներով չէին կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ, ասելու համար, որ ողջ են։ Սկզբում պաշտոնական իշխանությունները հայտարարել են 64 զոհերի մասին, սակայն անկախ գնահատականներից հետո ստիպված են եղել ընդունել, որ իրականում զոհերի թիվը գերազանցել է մոտ 3000-ը։ Ուշադրություն դարձրեք Բենիտոյի բլուզի վրա ելույթի ժամանակ գրված 64 թվին։ Սա բավականին լուրջ ակնարկ էր։ Պաշտոնական իշխանությունները փորձում էին նվազեցնել ողբերգության իսկական մասշտաբները։ Դա մի տեսակ ազդանշան էր պուերտորիկացիներին, որ դուք կարծես ԱՄՆ քաղաքացիներ եք, բայց երկրորդ կարգի։ Ինչու եմ այս ամենը պատմում սուպերգավաթի ընդմիջման շոուի մասին տեսանյութում, որովհետև հենց այդ պահից Bad Bunny սկսում է բացահայտ քննադատել ԱՄՆ կառավարությունը։ Նա դառնում է կղզու ամենաբարձր քաղաքական ձայնը։ Բենիտոն երբեք չի հեռացել իր հայրենիքից եւ միշտ ասել է. «Սկզբում ես պուերտորիկացի եմ, հետո արտիստ»։ Որպեսզի պատկերացնել նրա կապվածության աստիճանը հայրենիքին, անցյալ տարին անցկացրել է 30 համերգ, հենց այն վայրի մոտ, որտեղ ծնվել եւ մեծացել է։ Պատկերացնում եք, որքան գումար են բերել իրենց հետ զբոսաշրջիկները համերգի շնորհիվ։ Bad Bunny-ն բացահայտ հայտարարել է, որ Մարիա Փոթորիկի հետևանքների դեմ պայքարի համար դաշնային օգնությունը եկել է շատ ուշ։ Պուերտո Ռիկոն անտեսվել է, որովհետև նահանգ չէ։ Պուերտորիկացիներին համարում են երկրորդ կարգի մարդիկ։ Նա հրապարակայնորեն մեղադրել է ԱՄՆ-ի վարչակազմը զոհերի թվի նվազեցման մեջ, աղետի իրական մասշտաբները թաքցնելու փորձի համար։ Իր որոշ երգերում Բենիտոն վերադառնում է այդ սարսափելի ողբերգությանը։ Գրեմի մրցանակաբաշխության ժամանակ նա հայտարարել է. «Նախքան Աստծո շնորհակալություն հայտնել կասեմ, այս մենք վայրենիներ չենք, մենք կենդանիներ չենք, մենք այլմոլորակայիններ չենք, մենք մարդիկ ենք,
Այսը ԱՄՆ-ի դաշնային ներգաղթի եւ մաքսային ծառայությունն է, որը ներկայումս ճնշում է ինչպես օրինական, այնպես էլ անօրինական միգրանտներին։ Սեպտեմբերին տված հարցազրույցում Բենիտոն ասել է, որ չի պատրաստվում համաշխարհային տուրով այցելել ԱՄՆ մայրցամաքային հատված, որովհետև վախենում է, որ իր երկրպագուները կարող են դառնալ այսի հեշտ թիրախ։ Նրանց մեծ մասը ներգաղթյալներ են։ Լավ, նրա քաղաքական դիրքորոշումը հասկացանք, անցնենք անձնական կյանքին եւ այստեղ շատ հետաքրքիր է։ Ուրեմն, Bad Bunny-ն սիրում է ոչ միայն աղջիկներին, այլ նաև տղաներին, նա ունեցել նաև արական սեռի զուգընկերներ։ Բայց նրա ամենահայտնի զուգընկերուհին, զուգընկերը դա Kendall Jenner-ն էր։ Զույգը ծանոթացել է 2023 թվականին ընդհանուր ընկերների միջոցով։ Նրանց նկատել են կրկնակի հանդիպման ժամանակ Ջասթին Բիբերը եւ Հեյլի Բիբերի հետ։ Իրենց հարաբերությունների մասին նրանք հայտարարել են ոչ թե սոցիալական ցանցերում պատահական լուսանկարներով, այլ հենց Gucci գովազդային արշավով։ Այսպիսի պահերին սկսում ես մտածել եւ հասկանում ես, որ սա PR սիրավեպ էր, որովհետեւ ամեն ինչ չափազանց ծանոթ սցենարով էր ընթանում։ Բայց դա լավ, նրանք արդեն բաժանվել են։ Իդեպ Kendall Jenner-ը սուպերգավաթին ներկա էր եւ իր լավագույն ընկերուհու հետ վայելում էր իր նախկինի ելույթը։ Կանց համար չէր, ովքեր նստած էին տրիբունաներում։ Հիմա կբացատրեմ։ Խաղի ներկա լինելու համար պետք է տոմս գնել, իսկ դրանք շատ թանկ են։ Միջինը մոտ $3000, եթե նախապես գնեք։ Իսկ եթե չեք ուզում խաղն ու ելույթը դիտել, տրիբունաների ամանայք թե որքան կրակոտ էր մթնոլորտը տրիբունաներում։ Իհարկե կատակում եմ, սովորաբար արտիստները գոնե մի փոքր փորձում են այնպես անել, որ իրենց տեսանելի լինեն, վառ հավով։ Իսկ Bad Bunny-ն ելույթի կեսը վազում էր թփերի մեջ։ Իսկ մի հատվածում էլ երգում էր շենքի ներսում ուղղակի տեսախցիկի համար։ Այո, իհարկե կային մեծ էկրաններ, որոնք ամեն ինչ ցույց էին տալիս ամբողջ մարզադաշտին, բայց եկեք անկեղծ լինենք, մարդիկ այդքան գումար չեն վճարում, որպեսզի շոուն դիտեն մոնիտորով, դա կարելի է անել տանը։ Եկեք Զույգը ցանկացել է Բենիտոին հրավիրել մասնակցել իրենց հարսանիքին, սակայն Բենիտոն ասել է, որ ավելի լավ միտք ունի, որպեսզի զույգը այցելի Բենիտոին իր ելույթի ժամանակ։ Նրանք իսկապես հենց բեմի վրա ամուսնացել են, աղջիկը անգամ TikTok-ում հաստատել է դա։ Բենիտոն իր Grammy մրցանակը հանձնել է փոքրիկ տղային, ով իր մանկության պատճենն է, որպես հավատք ինքներս մենք, որը Պորտորիկոյի խորհրդանիշն է, քանի որ պորտորիկացիները շատ ջերմ ազգ են եւ սիրտ կանայք են։ Ընտանիքի հիմքը կանայք են։ Նրանց ուսերի վրա է ամբողջ ընտանիքի հոգսը։ Իսկ հիմա ամբողջ աշխարհում տարածված է լատինո մեյքափը։ Բենիտոն մոտենում է մի կրպակի, որտեղ կինը նրան հյուրասիրում է խմիչք։ Այս կինը իրականն է, նա իրականում Բրուքլինում, Նյու Յորքում ունի իր սեփական պուերտորիկական ռեստորանը, որտեղ հավաքում են բոլոր պուերտորիկացիները։ Այն ձեռքին հայտնվում է գնդակ ֆուտբոլի, որի վրա գրած է. Մենք բոլորս Ամերիկա ենք։ Ոչ թե ամերիկացի, այլ Ամերիկա։ Սա մեծ հասկացողություն է։ Հյուսիսային եւ հարավային ամերիկաները շատ կարեւոր դեր են խաղում աշխարհագրության մեջ, եւ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները չի, որ Ամերիկա է։ Bad Bunny-ն ցնցեց բոլորին, ուրախացրեց բոլորին, այնքան որ անգամ իմ որդին, ով որ 6 տարեկան է ու համարի թե ոչինչ չի հասկանում փոփ մշակույթից, ինձ ասում է. «Մամա, այս տղեն էս ինչ լավ է երգում, ավելի լավ է երգում, քան այն մյուս տոտաները»։ Տոտաներ նկատի ունի Ջենիֆեր Լոպեսին ու Շակիրային, որտեղ ես իրենց ելույթները համարյա թե ամեն օր միացնում եմ ու նայում եմ, որ ինձ համար դա շատ հետաքրքիր է։ Մի խոսքով իմ տղեն շատ էր հավանել ու հատկապես այս պահն է երգում։ Էմուջանովյո, է, մենք համարյա մի շաբաթ է տուն հետ ենք երգում։ Ով չէր հավանել Bad Bunny-ի ելույթը, բնականաբար Դոնալդ Թրամփը։ Նա մտածում էր, եթե փնովի Bad Bunny-ին, ապա ոչ մեկ չի նայի հետո YouTube-ով կամ այլ կերպ չի աջակցի Bad Bunny-ին, բայց նա սխալվում է։ Քանի որ Թրամփին չեն սիրում Ամերիկայում, եթե նա ինչ-որ մեկի մասին վատ բան է խոսում, ամերիկացիները մեխանիկորեն սկսում են այդ մարդուն համարել լավը։ Եթե Դոնալդ Թրամփը այդ մարդու մասին լավ բան է ասում, մեխանիկորեն ամերիկացիները սկսում են չսիրել այդ մարդուն։ Այդպես աշխատում ամեն ինչ Դոնալդ Թրամփի հետ։ Երբ որ հարցը վերաբերում է նրա նախասիրություններին, Ամերիկան այն ամբողջությամբ հակառակվում է։ Տարօրինակ երկիր է, բայց դե ինչ հուսով եմ հոլովակը ձեզ դուր եկավ, ես մի փոքր կարողացա բարձրացնել ձեր տրամադրությունը։ Գրեք ձեր կարծիքը Bad Bunny ելույթի մասին, մենք շատ շուտով կհանդիպենք, լավ մնացեք։ Իդեպ մոռացա ասեմ, ես Bad Bunny-ին հիշում եմ Էնրիկե Իգլեսիասի El Baño երգից հետո։ Առաջարկում եմ ձեզ այդ երգը լսել։ Շատ լավն է։ Իդեպ ես պատրաստվում եմ նկարել հոլովակ Էնրիկե Իգլեսիասի մասին, ձեզ հետաքրքիր է։ Գրեք մեկնաբանություններում։